Դուք եկել եք մասնակցելու Միքայել Սրբազանին աջակցություն աղոթքին, որը որ միասնական աղոթք պետք է բարձրացնեն եւ ընդհանրապես Միքայել Սրբազանի կալանավորման վերաբերյալ ինչ կարող եք ասել եւ նաեւ Վեհարանի վրա հարձակման մասին իրավապահների կողմից։ Միանշանակ եկել եմ աղոթքի համար ի պաշտպանություն Միքայել Աջապայան Սրբազանին եւ այս ոտնձգությունը եկեղեցու դեմ, ինչպես նաեւ հոգեվորականների դեմ համարում եմ մեծագույն ոչրագործություն, որը ես վստահ եմ եւ համոզված եմ, որ թելադրվում է թշնամու երկրի կողմից, իսկ մեր իշխանությունները մինչեւ վերջին քայլը որոշել են իրականացնել հայակործան, ազգակործան քայլեր եւ այսպես ասած ոչրագործություններ։ Ասում են ուզում են եկեղեցին մաքրեն, վեհափառին հեռացնեն, բայց ասում են այդ ամենը տեղի ունենալու շատ խաղաղ ձևով։ Դա ես համարում եմ կեղծիք, նրանց բուն նպատակը եկեղեցիները փակելն է, ինչպես որ շատ կառույցներ փակեցին մշակութային, այդպես էլ ոտնձգություններ են սկսել հոգևոր ուրեմն հոգևոր կյանքի դեմ, հոգևոր արժեքների դեմ, այդ թվում նաև մեր տարավոր եկեղեցու դեմ։ Այդ է հենց վկայում այն, որ ժամանակին մեր ոչ պարով վարչապետ Կոչեցյալը հայտարարում էր, թե եթե խաչը այդքան շատ եք սիրում, կապեք ձեր ոտքերին ու քարշ տվեք ձեզ հետ։ Դրանից առավել ցուցադրական, թշնամական խոսք եւ հայտարարություն անհնար է պատկերացնել սեփական ժողովրդի հանդեպ։ Ինձ թվում է ավելին կարելի անել, համարժեք չի, որովհետև եթե հնչում է Սուրբ Աստվածածնի զանգերը, պետք է միանան նաև բոլոր եկեղեցիների զանգերը, իսկ ես 2 օր առաջ չտեսա դա, միայն հնչում էր 7 վերքի զանգերը, մյուս եկեղեցիներում հարսանիք էր, եւ վտանգի պահին միշտ էլ հայոց եկեղեցիների զանգերը ահազանգել են այդ վտանգը եւ հավաքել են ազգին ասում են, ոչ ժողովրդին, որտեղ հիմա ազգը արդեն տարանջատվում է ժողովուրդ կոչվածից։ Մենք ժողովուրդ երբեք չենք եղել, մենք եղել ենք ազգ։ Եվ ազգը դա ազնվազարմ, մաքրակենցաղ, մաքրայրուն հայն է։ Մնացյալը մնում են գոյ կամ ժողովուրդ, ովքեր այս պահին չեն սատարում հայոց եկեղեցուն, հայ ազգի պահպանմանը, հայ ազգի գոյատևմանը։ Հոգևորականներն ասում են փախումների չեն տանի ամեն դեպքում, չեն իջնելու Նիկոլ Փաշինյանի աստիճանին։ Բնականաբար հոգևորականների ասածը ես ճշմարիտ եմ համարում, որովհետև նրանց թիկունքին ազգ կա։ Հոգևորականը վերջին հաշվով ազգի հոգևոր հովիվն է, պահապանն է, իսկ ազգը ինքը պետք է պայքարի ելնի, ինքը պետք է կարողանա հասկանալ, որտեղ պետք է պաշտպանել հոգևորականի կողքին լինել, ինչ է հոգևորականը զենք վերցնի պաշտպանի, ժամանակին վերցրել են, պաշտպանել են, բայց հիմա մենք իրենց կողքին պիտի լինենք։ Ես տեսա, թե ինչպես էր մեր Սրբազանի կողքին մի հոգևորական հոնքուր արտասում եւ պերս ոստիկաններով շրջապատված ծաղրում էին, թե էմոցիաների մեջ են ընկել։ Ես այդ արտասուքը այդ հոգևորականի լացը նմանեցրեցի, երբ 15 թվին մտնում ու հարձակում էին հոգևորականների վրա։ Սա նույն լացն է, սա նույն կոդորածի սկիզբն է, պետք է զգուշանանք եւ պետք է զգուշանանք ոտքի ելնենք, սա է ասելիքս։